Ողջույն հարգելիներս, հարդարման կարատեսակներից բարդ դարսը ունի այսպիսի միակողմանի դարսի տեսք, որտեղ կա ներկար եւ վրակար։ Ամբողջ այս դարսի լայնությունը ավելի լայն է, քան ծալված է կտորը։ Նմուշի վրա հիմա տեսնում եք, որ դարսի ծալքը մինիմալն է, բայց վրակարը ցույց է տալիս, որ դարսը ավելի խորն է։ Նման կարատեսակ ստանալու համար մեզ անհրաժեշտ կլինի մշակել շերտակտորով։ Դարսը միակողմանի է, ծալված եզրը մնալու է բաց, կարը միայն վրակարով է շերտակտորի հետ։ Նմուշը կարելու համար շերտակտորը ես ընտրել եմ բիազ, հագուստի դեպքում դուք կարող եք ընտրել ցանկացած բարակ կտոր, կարող է լինել աստարի բարակ կտորներ։ Այս կարատեսակը օգտագործում այն ժամանակ, երբ որ ըստ մոդելի պետք է լինեն լայն դարսեր, բայց կտորի լայնությունը չի բավարարում եւ դուք ընտրում եք մինիմալ խորություն, բայց մշակում եք այնպես, որ ստեղծվի տպավորություն լայն դարսի։ Ես նշեցի դարսի երկու կողմերը եւ տվեցի շրթվածքներ։ Թարս կողմից ես նշեցի դարսի մի կողմը։ Շերտակտորը կարող եք առանցքային գիծ անել կամ այսպես ծալել հարթուկել, որպեսզի դուք տեսնեք այդ մեջտեղի գիծը։ Նշում ենք կարի երկարությունը, որքան որ դուք նախընտրել եք, դա ըստ մոդելի է, ես ընտրեցի 5 սանտիմետր։ Կարը սկսում ենք ամրակարով եւ վերջացնում ենք ամրակարով։ Շերտակտորի ավելորդ հատվածը կտրում ենք եզրը, կարող ենք մաքրակարել կամ ծալել, որպեսզի ավելի կոկիկ ստացվի։ Եթե օրինակ կարում եք կիսաշրջազգեստ եւ ունի աստար, կարող եք այս բոլոր գործողությունները չկատարել։ Ամեն ինչ կապված է հիմնական կտորի եւ մշակման կտորի հաստություն։ Կարելուց հետո դարսը ծալում ենք ըստ իր նշակետերի։ Դարսի երեսային կողմից կատարում եմ վրակար, որտեղ դարսի եզրից մինչև կար թողնում եմ 2 սանտիմետր։ Իհարկե այստեղ կարելի է անել շատ կամ քիչ, ըստ մոդելի։ Ուշադրություն ենք դարձնում շերտակտորին, որովհետև վրակարը պետք է անպայման իր մեջ ներառի շերտակտորի երկու շերտերը։ Կարը սկսում եւ վերջացնում ենք ամրակարով, այստեղ անպայման ուշադրություն դարձրեք կարի որակին, որ լինի ուղիղ, որովհետև այն իր վրա կրում է էսթետիկ նշանակություն, իսկ ամրակարերը լավ կլինի, որ լինի 2-3 կուտ առաջ եւ հետ։ Դարսը կարելի է կիրառել կիսաշրջազգեստների, տաբատների, զգեստների, այդ թվում նաեւ կարող եք կիրառել ուսային հագուստների, նայած թե որքան կընտրեք դարսի լայնությունը։ Այստեղ կարևոր այն է, որ դարսի եզրը բաց է, ֆիքսված է այսպիսի կտորով, այսինքն չի բացվի եւ տպավորությունը այնպեսին է, որ խորը դարսը։